Երևանի տրանսպորտային համակարգում փորձարկվում է ավտոբուսների երթակարգավորման նոր թվային համակարգ, որն էապես կբարելավի հանրային տրանսպորտի կառավարումը թվայնացնելու գործընթացը։ Երևանի երթևեկության կառավարման կենտրոնը եւ Երևանի ավտոբուս փակbaşնետիրական ընկերությունը փորձարկում են նոր թվային լուծում, որի նպատակն է բարելավել երթակարգավորի եւ վարորդի միջև օպերատիվ կապը, ինչպես նաեւ բարձրացնել հանրային տրանսպորտի չվացուցակների կատարման վերահսկելիությունը։ Փորձնական այս նախագիծը մեկնարկել է համար 3 ավտոբուսային երթուղում։ Ծրագրի ընթացքում 15 ավտոբուսներում տեղադրվել են էլեկտրոնային սարքեր, որոնց միջոցով վարորդները կարող են կապ հաստատել երթակարգավարի հետ, ստանալ հրահանգներ եւ փոխանցել անհրաժեշտ տեղեկություններ։ Պիլոտային նախագծի հիմնական նպատակն է երթակարգավորման գործընթացը դարձնել ավելի արագ եւ վերահսկելի։ Համակարգը հնարավորություն է տալիս իրական ժամանակում տեսնել ընտրված ավտոբուսների շարժը, վերահսկել երթուղու կատարումը, ինչպես նաև օպերատիվ կերպով հաղորդակցվել վարորդների հետ։ Պլանշետների միջոցով վարորդը մեկ հպումով կարողանում է փոխանցել անհրաժեշտ տեղեկատվությունը առանց ավելորդ հեռախոսային զանգերի կամ երկար բացատրությունների։ Սա օգնում է ավելի արագ արձագանքել իրավիճակներին եւ ավելի արդյունավետ կառավարել երթուղու աշխատանքը։ Երթակարգավարի կառավարման վահանակում հասանելի են մի քանի բաժիններ։ Երթակարգավարը կարող է տեսնել վարորդներից ստացված հաղորդագրությունները, գրանցված միջադեպերը, ավտոբուսների գտնվելու վայրը, ինչպես նաև ուղարկել վարորդներին անհրաժեշտ հրահանգներ։ Նոր գործիքակազմի նպատակը վարորդների աշխատանքն էլ ավելի դյուրին եւ արդյունավետ դարձնելն է։